Պրոդյուսեր Արոն Ղազարյանը խոսել է 3 տեղի ունեցած Խազեր մրցանակաբաշխության մասին և հայհայտնիների ներկայացած տեսքի մասին։ Նրա խոսքով հայհայտնիներից շատերը ինչքան բմբուլ և ինչքան փայլ հնարավոր էր գտել էին և հենց այդպես էլ ներկայացել էին երեկոյի ընթացքում։ Արա Ղազարյանը հետևյալ կերպ որակեց շատ հայհայտնիների ներկայանալը։ Նրա խոսքով շատերը կարծես թե գյուղից քաղաք տեղափոխված աղջիկների նման լինեին։ Լինում են չէ գյուղում փակ պահած աղջիկներ, ովքեր գալիս են քաղաք, ազատություն են ստանում ու չգիտեն, թե որտեղից սկսեն, ինչ անեն, որքան հնարավոր է կարճ են հագնում ու բաց են հագնվում։ Հենց այդպես էլ որակեց Արա Ղազարյանը 3 հայհայտնիներից շատերի տեսքը։ Ամեն ինչ ուզել էին այդ օրը անեին ու արդյունքում ստացվել էր անճաշակություն։ Ով դուրս եկավ առանձնացնեմ Էրիկին և Լանային, իրանց լուքերը ինձ շատ դուր եկան, կոկիկ էր, թանկ էր, շքեղ էր, ռեդ կարպետին հարիր էր ու շատ հարմար էր։ Այդ Էրիկն ու Լանան իմ համար ռեդ կարպետի շատ գեղեցիկ լուքերով ներկայացած երկու մասնակիցներն էին։ Մրցանակաբաշխությանը մասնակցող արտիստները պետք է հասկանան, որ սա Մետ Գալա չի։ Սա ինչ-որ փարթի չի, որտեղ դու պետք է գաս և հնարավոր ու անհնար զանգուլակներով զարմացնես մարդկանց։ Սա մրցանակաբաշխություն է, ժողովուրդ։ Հետո մի շատ կարևոր պահել կա։ Ավետ Բարսեղյանը, եթե անգամ ամբողջ պրեգոմեշի կոլեկցիան կախի իրա վրա ու դուրս գա, դա շատ օրգանիկ է նայվում և մենք սովոր ենք տեսնել այդ մարդուն նման էքսենտրիկ դրսևորումներում, որովհետև ինքը Ավետ Բարսեղյանն է և ունի իր ուրույն ոճը և այդտեղ կեղծ որևէ բան չի լինելու, բայց երբ առանձին վերցրած երգիչ-երգչուհիներ փախնում են իրենցից և միայն այսպես վառ երևալու համար գնում են ինչ-որ էքսպերիմենտների, դա երբեմն ծիծաղելի է լինում։ Նաև ինձ դուր եկավ Նազենի Հովհաննիսյանի առաջին լուքը ռեդ կարպետի, իսկ դահլիճում նա այնքան էլ չգերեց ինձ։ Կամո Թովմասյանը շատ գեղեցիկ ու թանկ տեսք ուներ ռեդ կարպետով արելու ժամանակ, ինչը չի ասի իր կոլեգայի մասին, Լուիզա Ներսիսյանի մասին, ինչի մասին էր նրա պարիկն ու հագուստը, ինչ էր նա խորհրդանշում և ազդարարում, ինչ էր ումը ուզում ապացուցել, այդպես էլ պարզ չեղավ։ Ռեդ կարպետ վարող հաղորդավարները հիմնականում շատ ավելի զուսպ են լինում, որովհետև նրանք չի ասի երկրորդ պլանում պետք է լինեն, բայց ամենայն դեպս պետք է ներկայացնեն հյուրերին և հյուրերի հագուկապը և իրենց այդ ամեն ինչով չպետք է ստվեր նետեն և փակեն այն մարդկանց, ում հետ իրենք ինտերվյու են անում։ Նայեք, խնդիրը ինչում է։ Մեր հայ դիզայներները երբեմն որոշում են նմանացնել կամ նմանակել հայտնի բրենդերի, մոռանալով, որ այնտեղ աշխատում են հսկայական խմբեր ու նույն այդ սկյապարելին, երբ որ իրար լուքերը ստեղծում է, այնտեղ թիմը աշխատում հսկայական։ Երբ որ արվում է նմանակում, դա ավելի շատ դառնում է դպրոցի աշխատանքի ուսուցման դասի ժամանակ ստեղծված ինչ-որ մի բան, այսինքն հիմքում սիրողական վիճակն է լինում, այնպես որ այդ over ակտը և over վիճակը երևի թե պետք է հասկանալի պատճառներով մերժվի մեզանում և դա պետք է լինի թույլատրելի այն մարդկանց համար, ումը դա սազում է։ Նայեք, խնդիրը ինչում է, երբ դու ուզում ես շատ փախնել ու վստահում ես քո անսահման երևակայությունը հայ դիզայների, երբեմն իրականությունը և երևակայությունը իրար հետ որևէ աղերս չեն ունենում։
մեկ այլ բանը նկարել, մեկ այլ բանը դա իրականացնել։ Այդ պատճառով օրինակ ես մեր մրցանակաբաշխության ժամանակ երբ ունեի 3 լուքեր, իմ առաջին լուքը, որը չափազանց դասական էր, այնտեղ բան չկար անելու, սև դասական կոստյում էր, լայն օծիկներով, մի քիչ լայն տաբատով, ես վստահեցի Վիլյամին, որովհետև Վիլյամը 100% դա կարող է իրականացնել, հայ դիզայներ, բայց այ թիկնոցով պիջակս որևէ հայ դիզայները ես չէի կարող վստահել, որովհետև դա խեղճատակություն կդառնար, եթե իրականացնեին որևէ հայ դիզայներ։ Դա արդեն Fendi էր, պատրաստի պիջակ էր։ Ինչպես նաև երրորդ լուքը, սև սպիտակ, դա արդեն off-white էր։ Սա red carpet-ի մասով։ Առանձին ուրիշ անդրադարձներ չեմ անի, դուք արդեն նայել եք ինքներդ եւ երևի կհասկանաք, թե overdose ասելով ուրիշ ում նկատի ունեի։ Այսքանը red carpet-ի մասով։ Հիմա անցնեմ մրցանակաբաշխությանը։ Մրցանակաբաշխությունը շատ արդուկած էր եւ լվացած բարձաջրած էր, առանց որևէ էքսեսի, առանց որևէ հիշարժան իրադարձության։ Չեղավ Լիլիթ Հովհաննիսյանի այն ելույթը, որը մեր մոտ եղավ, չեղավ Ավետ Բարսեղյանի այն խոսքերը, որ մեր մոտ կուլիսներում ասվեցին եւ վայր տարածվեցին։ Ես չեմ սիրում այդպես բարձաջրած, մաքուր սուֆլյորով։ Ակնհայտ երևում էր, որ մրցանակ տվողներն են սուֆլյոր կարդում։ Իսկ նման բաներ ես չեմ սիրում։ Նման արտուկված, դասավորված, անշունչ, անկենդան էր ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությունը։ Ինչու էր անշունչ, ըստ իս անշունչ էր, որովհետև չկային այն մասնակիցները, ովքեր պետքա լինեին, չկար այն անկեղծությունը, որոնք պետք է ապահովեին այդ մասնակիցները։ Ես ինքս քվեարկողների թվում եմ եղել, այս տարի չեմ քվեարկել, որովհետև այդ համադրումը, որ կար, ես դրա հետ վերուստ համաձայն չէի եւ որոշեցի մասը չկազմել։ Ինչ է նշանակում Տաթև Ասատրյանին ֆոլք երգչուհի։ Տաթև Ասատրյանը պետք է լիներ տարվա երգչուհի։ Իսկ ով ասում, որ Տաթև Ասատրյանը փոփ երգչուհի չի։ Իսկ որն է փոփը, որտեղ է այդ սահմանը, ով է դնում այդ սահմանը։ Ոնց կարելի է Նանուլի տեսահոլովակին չտալ մրցանակ, այլ տալ իմ շատ սիրելի ռեժիսոր Արտուր Մանուկյանի նկարած ամենաշարքային տեսահոլովակներից մեկին, Վարդավառին։ Դա ինչ մի տարվա տեսահոլովակ։ Նայեք, Սոնա Ռուբենյանին ինձ այդ շատ ոչ մեկ թող չսիրի։ Արտուր Մանուկյանին ևս, բայց չտալ տեսահոլովակի, լավագույն տեսահոլովակի մրցանակը 3 ներկայացրածներից, ասենք Նանուլի տեսահոլովակին այլ տալ սրան, դա մեղմ ասած անարդար։ Կամ ակադեմիայի անդամները կոմպետենտ չեն։ Գիտեք, իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ լավ աղջկա սինդրոմով, սիրված աղջկա սիրված արվեստագետի սինդրոմով Սոնան ինչ ամանակարգում է ներկայանա, ակադեմիայի անդամները մեխանիկորեն քվեարկելու են իր օգտին, որտեղ բոլորը սիրում են Սոնային։ Բայց սա պրոֆեսիոնալ մոտեցում չի, հասկանում եք, սա պրոֆեսիոնալ մոտեցում չի։ Ես ինքը հիմա Սոնա Ռուբենյանի թեման շարունակեմ, ստացել է երգ, տարվա լավագույն երգ նոմինացիայում Սոնա Ռուբենյանի էլի երգերից մեկը, որի վերնագիրը ես չէի լսել, երգը չէի լսել, որովհետև չեմ քվեարկել, երբ որ քվեարկել լինեի, եկա մտնեի ամեն ինչ հերթով լսեի, նայեի նոր գնահատականներ տալ, բայց քանի որ հրաժարվել էի քվեարկությանը մասնակցելուց, իսկ երգի անունը չէի լսել։ Ստանում է տարվա երգ։ Արամ է Դիլիթ, չեն ստանում տարվա երգ, լուրջ եք ասում, 300-ից ավել ակադեմիայի անդամներ, ովքեր քվեարկել են եւ մասնակցել են լուրջ Արամեի եւ Դիլիթի երգը տարվա երգ չի, ասենք միկրովալնովկան միացնում էինք, այդ երգն էր հնչում ու մինչև այսօր հնչում է։ 3 հարսանիքին, այդ հարսանիքի մասնակցում այդ երգը Մեքսիկոյում հնչում էր, տարվա երգ չի ինքը։ Չգիտեմ։ Արամ MP3-ին ուզում հասկանալ ինչ է արել 2025 թվականին, վաու, ինչ է արել երկարվեստում, որ դրան տալիս եք տարվա լավագույն երգիչ։ Քվեարկում եք, առաջադրում եք, հետո ակադեմիայի 300-ից ավել անդամներ քվեարկում են։
բացատրեք ինձ հասկանամ ինչ է արել, բացի շատ հաջող կերպով վիտամին ակումբի ներկայացումներին մասնակցությունից եւ հետվերադարձից վիտամինի թիմ երկարվեստում ինչ է արել 2025 թվականին, որ դուք դրել եք եւ ակադեմիան էլ քվեարկել է, ինչի համար է քվեարկել։ Տարվա երկիչը պետք է լիներ Արամեն, ով այս տարի ֆանտաստիկ աշխատել է։ Ֆանտաստիկ։ Վերջին տեսահոլովակը, մենահամերգը, հետո գիտեք ինչ, երբ որ տալիս եք տարվա ալբոմ Արժանի մեկին, Բրունետին, ու Բրունետը դա ալիչում չի, հետ է լավ չի։ Հա, ես առանձին վերցած մի անգամ արդեն ստորի արել եմ, որ հայկական շոու բիզնեսի դեմքերը այսքան համախմբված չեն եղել անգամ երբ եկեղեցին էր հալածվում ու կաթողիկոսի դեմ էին գնացել դիմակավորները, բայց դա երկու կողմանի մեդալ է եւ մեդալը երկու երես ունի։ Պետք է տարվի լուրջ աշխատանք, որպեսզի արտիստները լինեն։ Շատ վատ էր, որ Բրունետը չկար եւ Բրունետի նման երիկը մարդիկ չկային ու այդ պատճառով էր, որ բարձաջրած ու լողակած ու օսլայած էր մրցանակաբաշխությունը ու չի կարող լինել շոու բիզնեսյան մրցանակաբաշխություն առանց շոու բիզնեսի կարկառուն ներկայացուցիչների չի կարող, հասկանում եք, շոու բիզնեսի բիզնեսա չէ, շոու եւ բիզնես։ Արկադի Դուբիկյանը բիզնեսա ու շոույա, ու շոու բիզնեսա։ Արմենչիկը, Սարոն, Մարտին Մկրտչյանը, լիքը անուններ կարող եմ տալ։ Նրանք բոլորը ինչ որ կերպ պետք է ընկերպված լինեն։ Տեղից էլ մեր շոու բիզնեսը ներկայացնում է մի երկիր, որը մի պատժեզդանի է։ Այսինքն բոլորը բոլորին ճանաչում են եւ շոու բիզնեսն այնց չի էլի, որ ամերիկյանական, գոնե ավստրիական։ Փոքր երկիր ենք, փոքր շոու բիզնեսով։ Նրբություններ կա, որ պետք է հաշվի առնվի, կարծում եմ։ Եվ վերջում ասեմ հետեւյալը։ Մենք էլի ունեցանք ձևի եւ բովանդակության անհամատեղելիություն։ Ունեցանք ձև ֆանտաստիկ իրականացման մեջ առանց բովանդակության։ Չկար բովանդակություն, որովհետեւ անկենթան էր։ Առանձին վերցած դրսևորումներում մրցանակահանդիները փորձում էին ինչ-որ բան անել, գրկել իրար բարել, չգիտեմ, անկենթան էր ընդհանուր առմամբ։ Իսկ հայկական շոու բիզնեսը, քանի որ փոքրաթիվ է, ինքը պետք է լինի նախ եւ առաջ այստեղից եկող սխալներով, հա, մեր արածը մի քիչ փնթոշ է, այն առաջ որ անում էին ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, էլի ինչ որ փնթոշ էր, ինչ որ բաներ կար, կիքսեր լիքը, բայց անկեղծ էր։ Այս դրա մասին է խոսքը։